Միջավայրի նախարար պարոն Հակոբ Սիմիդյանը, խնդրեմ պարոն Սիմիդյան։ Պարոն Ղալումյան, օրենքի փոփոխությունները փոխնախարար պարոն Գաբրիելյանը հանգամանալից ներկայացնի, մեր օրակարգի այսօրվա շատը փոխնախարարները նույնպես կմասնակցեն, հետո հարցերի օգնությամբ Խնդրեմ, համեցեք պարոն Գաբրիելյան։ Շնորհակալություն, մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ինչպես գիտենք, 2024 թվականի հուլիս ամսին հորդարատ անձրևների հետևանքով Տաուշի լոռու մարզերի մի շարք բնակավայրերում հեղեղից հետո հայտարարվեց աղետի գոտի եւ անհրաժեշտություն առաջացավ քննարկել գետերի հուների մաքրման հարցը։ Ջրային ոլորտում քաղաքականություն իրականացնող իրավասու պետական մարմինների հետ քննարկվեցին հեղեղներից հետո ջրային ռեսուրսների, մասնավորապես գետերի մաքրման առնչվող խնդիրները եւ դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Արդյունքում մշակվեց ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծ, որը սահմանված կարգով շրջանառության նպատակով անհրաժեշտություն է առաջացել լիազորող նորմ նախատեսել ջրային օրենսգրքով։ Այնուհետև բացի այդ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ կապված առկա խնդիրների իրավակարգավորման նպատակով նախագծով լրացվել է ջրօգտագործման թույլտվություն հասկացությունը համապատասխանեցնելով ջրօգտագործման հասկացողության հետ։ Նաև նշեմ, որ վերոհիշյալ օրենքում վերացվել է ջթեի վերանայման ժամանակ ջրօգտագործողի կողմից լիազոր մարմին ջրօգտագործման թույլտվության իր օրինակը ներկայացնելու պահանջը, հետևաբար հանվել է նաև վերջիններիս չներկայացման համար նախատեսված կասեցման հիմքը։ Հստակեցվել է ջրօգտագործման թույլտվության վերանայման մասին ջրօգտագործողին ծանուցումը։ Նշեմ, որ նախագծի ընդունմամբ կարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացի պատշաճ իրականացմանը եւ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ նույնպես հարցեր։ Խնդրեմ պարոն Ղազարյան։ Պարոն Սիմիդյանին պետք է հարց տամ, թե պարոն Գաբրիելյանին։ Ուրեմն, այստեղ որ ասում եք գետերի հուների հետ կապված, մաքրման հուների հետ կապված, ես չգիտեմ, ջթն ինչքանով է պայմանավորված։ Գետը իր հունով ինքնահոս ջուրը բերում է։ Ես կարծում եմ վստահ եմ դրա փոխարեն հարկավոր է կույքագրել, որ հատվածներն է թույլ, այդտեղ շինարարական աշխատանքներ անել, այդ թվում գաբիոնային շարվածքներ, եւ ժամանակի ընթացքում կույքագրել եւ ամայքներին ամեն մեկին իր տարածքում կամ լիազորող մարմինին ասել ձեր գետի հուները մաքուր պահեք։ Ջթն Ես այդ ընդհանրապես կապ չունի, համաձայն եմ, որ այդ նախկին փաստաթղթերը on-line եք սարքել, որ էլ նախկին ջթ ունեցողները, որպեսզի դժվարություններ բանջանել, միանգամից նայեք ձեր համակարգով, եթե ջթ ունի երկարացնեք կամ դադարեցնեք։ Ես այդ համաձայն եմ, բայց այն մյուս խնդիրը, որ ասենք դուք ինչ կարող եք անել, աղստեղ գետը կամ ագրիջա գետը պայմանական Մարտունիում Գեղարքունիքի մարզում իջնում է իր հունով։ Դու ջթ տաս, չտաս, այդ ջուրը գալիս է մեկը։ Ինչ կարող ես անել, դե պատասխանեք, որտեղ դուք ձեր հիմնավորման մեջ ես այդքան եմ հասկացել ճիշտ ասած։ Կարող ավելի բացեք, հիմնավորեք, ես ընդունեմ ձեր ասածն, էլի պարոն Գաբրիելյան, բայց այս պահին ես այդքան եմ հասկանում, որ այդքանով կապ չունի իրար հետ ճիշտ ասած։ Խնդրեմ համեցեք։ Ես ասեմ, որ մենք 24 թվին նաև կառավարության որոշմամբ սահմանել ենք հեղեղումների, վտանգների եւ ռիսկերի քարտեզների կազմման պահանջները եւ բովանդակությունը, որոնք մեզ հիմք կտան այդ ռիսկերը կառավարել ջրային եւ նաեւ քարտեզագրումների օգնությամբ կառավարման պլաններով նախատեսված կքարտեզագրենք բոլոր այն վտանգավոր տեղերը, որոնք հեղեղումների կամ այլ աղետների դեպքում ռիսկեր են առաջացնում։ Ես ձեր հարցին գլոբալ եմ պատասխանում, որ մենք այո այդ ուղղությամբ աշխատում ենք, արդեն կարգավորումներ տվել ենք եւ կառավարման պլանների միջոցով քարտեզագրենք եւ գետերի այն հատվածները, որտեղ այդ ռիսկերը գտնենք, նաեւ համապատասխան միջոցառումներ կանենք։ Պարոն Ղազարյան, ես ձեր հարցին ավելացնեմ, այո, դուք շատ ճիշտ եք, ջրային օրենսգրքում գետերի հուների մաքրման համար, եթե մենք փորձենք աշխատանքներ անել, այն ջրաբերուկները կամ նույն աղետների հետևանքով կամ աղետ չլինի, ասենք այն քարեր, ծառեր, դրանք որ խոչընդոտում են գետի հունին, հետո
իրանք արդեն տարածում են ու ստեղծում են նաև կամ պոտենցիալ վտանգ, կամ ստեղծում են վտանգ հեղեղումների։ Այդ ժամանակ պահանջում էր, եթե մենք ուզենայինք մաքրեինք, պահանջում էր ջրօգտագործման թույլտվություն օրենսգրքում։ Հիմա մենք այդ ձեր ասած աշխատանքների համար մենք լիազորող նորմ ենք սահմանում սրանով, որpիսի էլ եթե գետի հունը մենք չենք փոփոխում, գետի հունը եթե չենք փոփոխում, էլ ջրօգտագործման թույլտվություն չի պահանջում, որտեղ դու գիտեք ջրօգտագործման թույլտվություն վերցնելու համար 50 աշխատանքային օր եւ այլ։ Հիմա այս մասով եթե մենք ավելի օպերատիվ ենք դարձնում աշխատանքը եւ եթե մենք ունենք տենց խնդիրներ առանց ջրօգտագործման թույլտվության, եթե մենք չենք հունին ձեռք տալիս, կարող ենք շատ հանգիստ այդ գործը սրա համար ենք այս փոփոխությունը իրականացնում ու արդեն ձեր ասած խնդիրները նաև այն կարգով, որը հետագայում լիազորող նորմից հետո կլինի, կառավարության որոշման նախագծով որոշումով կսահմանվի։ Խնդրեմ պարոն Ղազարյան։ Պարոն Սիմիդյան եւ պարոն Գաբրելյան, ձեր ասածը այդքան էլ գլի կապ չունի դրա հետ, որովհետեւ այդ գետերի հետ կապված ընդհանրապես դուք ջթի եք տալիս ինքնաուժերի։ Դա այդ գույքի կառավարման ենթակայությամբ ու կառավարության ենթակայությամբ կա ջրային պետական կոմիտե, որի ենթակայության տակ ունի մեծ մելորացիա ՓԲ, որը տարեկան պետք է պլանավորի իր գործառույթները եւ դրա համար, եթե չեմ սխալվում, բյուջեից բավականին մեծ գումարներ հատկացում այդ նպատակով։ Ասենք դուք ուրիշի գործառույթը վերցրել եք փող չունենալով։ Դիմա այս ամեն ինչը որ անում եք, այդտեղ բյուջեում շրջակա միջավայրը փող դնում ատեղ, կոնկրետ գետերի ուների մաքրման հետ կապված։ Այսինքն դուք մտնում եք մի ոլորտ, որը ձերը չի։ Գետի ուները ի սկզբանե շատ ռիսկային է գետի ունը փոխել։ Իհարկե, եթե դու գետի ունը փոխում ես, ի գետի տեղով մեկա գնալու է, ինչ ուզում անես։ Այստեղ էլի ես կարծում եմ, որ այդ հիմնավորումը շատ թույլ է, այստեղ հարկավոր է այդ բանի ամրացման համար գումարներ դնել։ Պարոն Սիմիդյանի ասած, դա նոր բան չի, որ աղետի ռիսկները միշտ պլանավորվել է, միշտ կատարվել է, այդ թվում նաև սելավատարները, նախորդ իջացվել, որ մաքրեն, այսինքն այդ պլանները, որտեղ Հայաստան Հանրապետություն ռիսկային կոտիկ է, դրանք ի սկզբանե երևի խորհրդային միությունից հետո գույքագրվել է եւ ըստ առաջնահերթության լուծումներ ա տրվել։ Դրանք էլի ես չկարողացա հասկանալ ինչքանով է կապված այս նախագծի հետ ճիշտ ասած։ Խնդրեմ պարոն Սիմիդյան։ Տեսեք, հիմա եթե գետերի հուները ուզում են մաքրեն, ջրօգտագործման թույլտվություն պետք է ստանան։ Մենք լիազորող նորմ ենք սահմանում, որ եթե գետերի մաքրման ժամանակ գետի հունը, հատակը կամ այլ փոփոխություններ չեն լինում, ջրօգտագործման թույլտվություն անհրաժեշտ չի։ Այս փոփոխությունն ենք անում, նաև ճկուն լինելու, նաև գետերի այդ ռիսկային հատվածները ճիշտ կառավարելու համար։ Նկատի մենք հեշտացնում ենք օրենսդրությունը եւ ավելի ճկունություն ենք տալիս, որ որևէ գետի մաքրման դեպքում թե համայնքը, թե այլ պետական մարմին հավելյալ բարդություններ չունենա։ Նկատի ունեմ ավելի շատ տեխնիկական փոփոխություն ենք անում, օրենսդրությունը թեթևացնում ենք հավելյալ բյուրոկրատիայից ազատելու համար։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Խնդրեմ պարոն Դանիել։ Պարոն Սիմիդյան, դուք ասացիք, որ գործը հեշտացնում